Աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 31-ից ապրիլի 1-ը մասնակցելու է միջուկային անվտանգության գագաթաժողովին։ Փորձագետները դրական են գնահատում Հայաստանի առաջին դեմքով մասնակցությունն այս գագաթաժողովին եւ ափսոսանք հայտնում, որ Սարգսյան-Ալիև հանդիպում Վաշինգտոնում չի կայանա։ Հիշեցնենք, որ գագաթաժողովին մասնակցում է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նախքան գագաթաժողովը չէր բացառվում, որ այստեղ Օբամայի ջանքերով հնարավոր կլինի կազմակերպել հակամարտող կողմերի նախագահների հանդիպում։ Այսօր սակայն Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Օրլիքը գրառում է կատարել, որ նման հանդիպում նախատեսված չէ։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը ցավով է արձագանքում բաց թողնված հնարավորության մասին եւ նշում, Ալիևը մի շարք հարցերի պատասխաններ չէր կարող տալ հանդիպման ընթացքում։ Ցավում եմ սրա համար, որովհետեւ սրանով հենց Ալիևը մեկ անգամ եւս բացատրում է, որ Ադրբեջանը կամ իր վարած քաղաքականությունը, իր վարած օրոք իշխանությունը Ադրբեջանը պատրաստ չի խաղաղ բանակցությունների եւ իրենց պատկերացումների մեջ իրենք չեն պատրաստվում որևէ քայլ ձեռնարկեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման շրջանակում։ Սա եթե նայենք, մեր համար պետք է լինի յուրահատուկ մի մեսեջ, որ առաջինը մեր բանակը այս մի քանի օրերին երևի համապատասխան այնպիսի ջարդ է տվել, որտեղ նույն Ալիևը գիտակցելով, որ մտնելու է մեկ սենյակ քննարկելու եւ նույն համանախագահ երկրների ներկայացուցիչները մի խնդիր են դնելու, ասենք մենք խնդրեցինք, որ օրինակ նույն Նովրուզի եւ հարության տոնը հարգվի եւ չկրակեն։ Բնականաբար պետք է գիտակցենք, որ Ադրբեջանը չուներ որևէ մի բան այդտեղ ասելու, միգուցե հենց այս տեսակի խնդիրներն են եղել, որ Ալիևը ըստ իս հրաժարվել է հանդիպելուց։ Միջազգային եւ անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի փորձագետ Գևորգ Մելիքյանի կարծիքով, որպես կանոն նման գագաթաժողովներն ընձեռում են հնարավորություն հակամարտող կողմերին նույն սեղանի շուրջ նստեցնելու համար, բայց այս դեպքում կարծես առիթ չկար։ Վերջինը տեղի ունեցավ դեկտեմբերին 2015 թվականի եւ ասել, որ առանձնապես լուրջ առաջընթաց գրանցվեց կամ կար անհրաժեշտություն եւս մեկ անգամ հանդիպելու եւ քննարկելու, հատկապես լարվածության սահմանային Հայաստանի պայմաններում միգուցե եւ Միացյալ Նահանգները փորձել է որոշակիորեն նախաձեռնել եւ հանդես գալ միջնորդի իր կարգավիճակում, բայց հատկապես որ Ռուսաստանը չի մասնակցելու կամ գոնե վերջին այս տվյալներով մենք գիտենք, որ Ռուսաստանը չի մասնակցելու այս գագաթնաժողովին, որովհետեւ կան լուրջ տարաձայնություններ Արևմուտքի հետ եւ միայն երևի մեկ համանախագահի նախաձեռնությունը միգուցե բավարար չէր։ Մելիքյանը հավելում է, թե Ալիևը, թե Սարգսյանն այնտեղ ավելի շատ իրենց օրակարգն են առաջ տանելու եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը թեպետ մեզ համար կարեւոր է, այնտեղ դրված են ավելի գլոբալ խնդիրներ, միջազգային ահաբեկչության հետ կապված։ Իրականում խնդիրը այստեղ շատ ավելի գլոբալ է, կապված է միջազգային ահաբեկչության հետ։ Միացյալ Նահանգները այդտեղ եւ Հայաստանը եւ Ադրբեջանին տեսնում է որպես գործընկեր եւ հրավերի երկուսին էլ հրավիրելու, որովհետեւ մենք հաճախ ենք ուզում հասկանալ, թե Ադրբեջանին ինչ են հրավիրում, բայց նպատակն է վստահ լինել, որ Ադրբեջանը չի համագործակցի այն կառույցների հետ, ովքեր որ ահաբեկչության մեջ կասկածում են կամ բունիսկ ներգրաված են։ Թևան Պողոսյանը հավելում է, Ռուսաստանի կողմից հանդիպումը տավալելը կարող է լինել վարկածներից մեկը։ Ռուսաստանը կարող էր այդ տեսակի մի փոքրիկ իր ցանկությունների խնդրի մեջ ասել, որ Աստված այնպես անի, որ բոլոր հանդիպումները Ռուսաստանի տարածքում ունեն, բայց չմոռանանք, որ Ռուսաստանը Կազանում չկարողացավ նույն հաջողություններին հասնի։ Նախագահն ուրիշ էր, բայց ի վերջո հիշելու են ոնց երկրի դերակատարման իմաստով, այնպես որ կարող է Պուտինի մոտ տես ցանկություններ լինել, ի վերջո ամեն նախագահն ինքը հասկանում է, որ այս տեսակի հանդիպումներից հրաժարվելու կամ որևէ մի համանախագահ երկրի նախագահին մերժելը հանդիպումը ի վերջո ունենում է իր հետևանքները եւ այս պարագայում նույն Ալիևը մի քանի անգամ կմտածեր արդյոք Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի խնդրանքը կամ ցանկությունը կամ այն ջանքերը, որոնք ներ է դրել հանդիպումը տեղի ունենալու, դրա մերժելու գինը ինչքան է։ Մարիամ Գրիգորյան, Վրեժ Մարգարյան, Առաջին լրատվական։
Մեծ է հավանականությունը, որ ռուսական գազը Հայաստանի համար առաջիկայում կեժանանա։ Սա օրակարգային կլինի նաև ապրիլին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ու Սերժ Սարգսյանի երևանյան հանդիպման ժամանակ։ Վարչապետ Մեդվեդևի Հայաստան այցելության միգուցե կարևորագույն ձեռքբերումներից, պայմանավորվածություններից մեկը հենց կլինի գազի սակագնի սահմանվի գազի գնի իջեցման խնդիրը։ Գազի գինը քաղաքագետները համարում են քաղաքական որոշում։ Գազի գինը շատ քաղաքական արժեք ունի։ Դրա համար պատճառը, որ ասենք թե Գազպրոմը գազը ծախում է բավականին թանկ Լեհաստանի եւ Էժան Գերմանիային, զուտ իր քաղաքական շահերից ելնելով, քաղաքական խնդիրներ լուծում։ Չեմ կարծում, որ ընդհանրապես Ռուսաստանի մատակարարումը գազ ոչ միայն Հայաստանի, այլ մնացած բոլոր հետխորհրդային երկրներին ունի որևէ իրական կապ տնտեսական հաշվարկների հետ։ Դա աշխարհաքաղաքական եւ քաղաքական ռեսուրս է։ Հայաստանին ռուսական գազի յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրը մատակարարվում է $165։ Անցած տարի Ռուսաստանը նվազեցրեց գազի գինը, սակայն շարքային սպառողը չզգաց։ Այս անգամ հնարավոր է զգա։ Այսօր Եվրասիական տնտեսական միության կարևորագույն խաղացողներից մեկը Ռուսաստանը թերևս պակաս շահագրգռված չէ նրանով, որ հայկական տնտեսությունը ոտքի կանգնի, որովհետև դա իրենց էլ է պետք։ Հայաստան-Իրան գազամուղը հնարավորություն է տալիս տարեկան 2.3 միլիարդ խորանարդ մետր ծավալով գազ ներկրել Հայաստան, մինչդեռ այսօր օգտագործվում է դրա 15%-ը միայն։ Ես չեմ կարծում Հայաստանի համար, ժողովրդական խոսքով Հայաստանի խաթր Իրանը պատրաստ կլինի Ռուսաստանի հետ իր հարաբերությունները սրել։ Եթե Իրանին ձեռնտու լիներ, որ նա անպայման պետք է ունենար 2 անգամ ավելի մեծ տրամագծի գազամուղ, կբանակցեր ինքը Ռուսաստանի հետ։ Կհամոզեր Ռուսաստանը, որ բխում է նաև իր շահերից։ Նրանք կգային ընդհանուր հայտարարի, եթե նույնիսկ Հայաստանը դրան դեմ լինի։ Ըստ մասնագետների նախնական գնահատականների գազի գնի 12%-ի իջեցման դեպքում շարքային սպառողների համար այն կարող է նվազել մինչև 10 դրամով, կազմելով 146 դրամ 1 խորանարդ մետրի դիմաց։ Խոշոր սպառողներին մատակարարվող գազի սակագինը կլինի $260, ներկայիս $272 դիմաց 1000 խորանարդ մետրի համար։ Վերջերս Հայաստանը արգելեց ուկրաինական հավի եւ մսամթերքի ներկրումը Հայաստան, պարզաբանելով, որ դրանք չեն համապատասխանում ԵՏՄ ստանդարտներին։ Սա նշանակում է, որ Ռուսաստանը այսպիսով որոշակիորեն պայքարում է ուկրաինական ապրանքների դեմ Հայաստանի միջոցով փաստորեն։ Նրանք արգելեցին ելնելով ստանդարտներից։ Այս ստանդարտներից ելնելով կարող են արգելել։ Այնտեղ չկար, որ դա ուկրաինական ապրանքի արգելում է, կար ստանդարտներին չբավարարման։ Եվ ստանդարտներին չբավարարելու դեպքում կարող են արգելվել ցանկացած այլ ապրանքներ։ Այսինքն հնարավոր է հետագայում եւս ուկրաինական այլ ապրանքներ արգելվեն։ Հնարավոր են արգելվեն ցանկացած երկրի ստանդարտներին չբավարարող ապրանքներ։ Այստեղ քաղաքական միտում չկա ձեր կարծիքով Ռուսաստանը չի օգտագործում Հայաստանին Ուկրաինայի հետ հարցեր լուծելու արդիվ։ Ես կարծում եմ, որ մենք աշխատում ենք стандартներով։ Как вы оцениваете армяно-украинские экономические отношения, особенно когда Армения запретила ввоз некоторых украинских товаров? Украина и Армения достаточно эффективно сотрудничают. К сожалению, события, которые произошли за последний год-полтора, негативно отразились на нашем товарообороте, и в 2015 году товарооборот Украины и Армении снизился почти на 38%. Это достаточно много, поэтому одна из моих задач здесь пребывание в очень гостеприимном братском нам Ереване, сделать все, чтобы возобновить необходимые коммуникации, кооперацию, поставки продукции и совместного сотрудничества украинских промышленников, предпринимателей, бизнеса и, безусловно, наших партнеров, бизнесменов Армении. Вы видите в этом почерк России? Нет, конечно. Нет. Россия здесь ни при чем. Речь идет о наших двусторонних отношениях двух суверенных государств, и у нас огромный потенциал для роста нашего сотрудничества. Например, Украина крайне заинтересована в продукции из Армении, такой как продукция перерабатывающей промышленности, особенно связанная в том числе и с производством продукции виноградарства.
Мы можем очень серьезно усилить наше присутствие уже в Армении через такие направления, как транспортное машиностроение. Украина обладает огромными возможностями, энергетика, вопросы, связанные с поставками продукции химического комплекса, горно-металлургической. При этом речь идет не только о внутреннем рынке Армении, но и опираясь на сотрудничество с Арменией, поставка в ближайшие страны. И сегодня наши бизнесмены разрабатывают такие проекты. Поэтому у нас есть все шансы прагматично, очень серьезно, эффективно, взаимовыгодно работать и повышать условия нашего сотрудничества как по качеству, так и по объему. Это наша сегодня главная задача пребывания, в том числе в Ереване. Как вы думаете, почему только недавно в Армении обнаружили, что украинские некоторые товары не соответствуют стандартам экономического союза? Ни в коем случае нельзя политизировать. Каждое государство, Армения, Украина, обязано защищать права потребителей, здоровье, безопасность своих граждан, особенно когда речь идет о продуктах питания. И в этом отношении, если обнаружено несоответствие стандартам по качеству и безопасности продукции, есть конкретные процедуры, международные стандарты, без политизации, без искусственного обострения их надо решать. Аналогично поступает Украина по отношению к той продукции, которая является некачественной и которую пытается ввести на нашу территорию. У нас уже была массовая ситуация, когда мы запрещали поставлять ту же говядину из Аргентины и ряд других направлений. Поэтому здесь не должно быть никакой политизации. Я уверен, что у нас есть все, чтобы Украина и Армения рассмотрела этот вопрос объективно, в рамках стандартов, а Украина, в свою очередь, сделает выводы по отношению к тем компаниям, которые позволяют себе нарушать стандарты качества и безопасности, и мы все наладим, и все будет нормально. Главное, чтобы это было прозрачное, равноправное, без лишней политизации и сотрудничества, на принципах прозрачной рыночной экономики. Ռուսական տնտեսության բացասական հետևանքները հայաստանցիները կզգային առանց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության։ Անկախ նրանից տնտեսության Եվրասիական տնտեսական միության անդամ է երկիրը թե ոչ, Ռուսաստանի տնտեսական ազդեցությունը զգալի է շրջապատի բոլոր երկրների վրա։ Նախարարը պնդում է անդամակցությունը եղել է դրական, հակառակ դեպքում արդյունքը կլիներ շատ ավելի վատ։ Մեր գործարարների համար բավականաչափ հեստացել է բիզնես գործարարությունը։ Արտահանման վերաբերյալ, որը թեև նվազել է, բայց ընդհանուր առմամբ ավելի բազմազանեցման կոնտեքստում անգամ ունեցել է ավելի դրական զարգացումներ, քան համանման երկրների զարգացումները։ Ինչ իրավիճակ է միասնական արժույթի ներդրման հետ կապված, քանի որ Հովիկ Աբրահամյանը հարցեր բարձրացրել, որ ռազմավարական ապրանքները վաճառվեն ներքին արժույթներով, մասնավորապես ռուբլիով։ Քննարկումները տարվում են։ Ընթացքում կլինեն եւ երբ որ լինեն, հավատացեք դες ամենչապես տեղեկատվական։ Ի տարբերություն նրա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական կոմպլեքսի նախարարն ասում է, թե միասնական արժույթի հարցը դեռ առկախ է, կան տարբեր մոտեցումներ։ Սերգեյ Սիտորսկին մասնակցում էր արդյունաբերողների եւ գործարարների միջազգային կոնգրեսի խորհրդի նախագահության հերթական նիստին, իսկ այստեղ տեղական արտադրողը հարցեր է բարձրացնում։ Դրսից ապրանքը բերում են ավելի էժան գնով, իսկ մեր ապրանքը արդեն ոչ մրցունակատարվում։ Գոնե ներքին պետպարբերները, պետական գնումները առավելություն տա ներքին արտադրողին։ Ուկրաինայի ներկայացուցիչը խոսում է թվերով։ Հայաստանի հետ առևտրային շրջանառությունը նախորդ տարի նվազել է 38%-ով։ Мы готовы решить ряд вопросов, связанных с проблематикой фискальных, административных органов в Украине. Նա լիովին հասկանում է, որ իր երկրում առկա տնտեսական խնդիրները չհանգուցալուծված քաղաքական հակամարտության հետևանք են, որի պատճառով Ուկրաինան կորցրեց նաև Ղրիմի նկատմամբ վերահսկողությունը։ Крым – это наша территория. Будем добиваться возврата Крыма, в первую очередь, дипломатическим путем. Օրերս ռուսական դատարանը ուկրաինացի զինվորական Նադեժդա Սավչենկոին մեղավոր ճանաչեց ռուս լրագրողների սպանության մեջ։ Мы очень надеемся, что наши усилия мирового сообщества, добрая воля, в том числе руководства России, позволит освободить Савченко.
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ընդդիմության քննադատության թիրախում է հայտնվել նոր ընտրական օրենսգրքի վերաբերյալ իր առաջարկների պատճառով։ Ժառանգություն խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը նկատում է, արդարադատության նախկին փոխնախարար նորանշանակ պաշտպան Արման Թաթոյանը ընդդիմության կարևոր պահանջներից մեկի ընտրացուցակների հրապարակման հարցում իշխանությունների տեսակետն է պաշտպանում։ Որևիցե կերպ չի տարբերվում, կրկնում է Դավիթ Հարությունյանի տեսակետը։ Իշխանությունները կտրականապես դեմ են ընտրացուցակների հրապարակմանը։ Օրեր առաջ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար հանրապետական Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, որ փոխարենը դիտորդները եւ վստահված անձինք ցուցակներին ծանոթանալու, քաղվածքներ անելու իրավունք կունենան։ Պաշտպանը այսօր հրապարակած առաջարկներում նշում է, մեջբերում եմ, նախագծում անհրաժեշտ է կատարել փոփոխություն եւ ինչպես սահմանադրական դատարանն է արձանագրել, ամրագրել դիտորդների եւ վստահված անձանց զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակման եւ նրանց կողմից դրանց ծանոթանալու հստակ մեխանիզմներ, մեջբերման ավարտ։ Ընդդիմադիրները մինչդեռ ցուցակների հասանելիությունը կարևորում են ընտրությունների նկատմամբ վստահությունը բարձրացնելու առումով։ Նա նշում է, որ ընտրացուցակների այդ ծանոթացումը պետք է տեղի ունենաց սահմանափակ թվող մարդկանց եւ սահմանափակ հնարավորությունների շրջանակներում։ Այսինքն նա կողմնակիցն է, որպեսզի այդ ընտրացուցակները չհրապարակվեն։ Մինչդեռ ակնհայտ է, որ եթե չեն հրապարակվում այդ ընտրացուցակները, ապա խոչընդոտվում է բոլոր այն անձանց իրավունքները, ովքեր Հայաստանի Հանրապետությունում չեն եղել եւ հնարավորություն չեն ունենալու տեսնեն իրենց տեղը ով է քվեարկել։ Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսից Արամ Մանուկյանի կարծիքով էլ պաշտպանը պարզապես խուսափել է հստակ տեսակետ հայտնելուց։ Լղոզված էր հետ կետի հետ կապված, բացարձակ հստակություն չկա։ Մի մասով ուզում է այնպես հասկանալ, այդպես է հասկանում, մի մասով ուզում է հակառակ հասկանալ, հակառակն է։ Հստակություն է պետք։ Եվ ես առաջարկում եմ մարդու իրավունքների պաշտպանը հստակ արտահայտի իր տեսակետը։ Ինքը կողմ է ցուցակների հրապարակելու, վերջին հաշվով այդ իր կարծիքի չի բխելու, իշխանությունը կգնա դրան, թե չէ, թող ինքը իր տեսակետը հայտնի։ Իշխող հանրապետականում մարդու իրավունքների պաշտպանի առաջարկները կարևորում են։ Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի խոսքով, անկախ նրանից, թե օմբուդսմենի առաջարկները ընդդիմությանն են պաշտպանում, թե իշխանությանը, խորհրդարանում նոր ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ նաև դրանց կանդրադառնան։ Օմբուդսմենը պաշտպանում է իշխանությունների տեսակետը, չգիտեմ եւ այլն եւ այլն։ Այդ պնդումները ավելի շատ ձևի մեջ են տեղավորվում, քան թե բովանդակության։ Այս փուլում մենք զերծ մնանք նմանատիպ եւ խոսքերից եւ քննադատություններից եւ փորձենք բովանդակային դաշտում բոլոր հարցերի, բոլոր առաջարկությունների, մտահոգությունների պատասխանը տանք։ Մարդու իրավունքների պաշտպանը իր հասցեին հնչած մեղադրանքներին այսօր չցանկացավ արձագանքել։ Քաղաքային իշխանություններին հանգիստ չի տալիս մի կերպ կանաչ Երևանը։ Այստեղ ցելի անտառ ոնց որ լիներ։ Եկա բարձր խոտ։ Հիմա դա չկա, վերացավ։ Երևան Քոչարի 11 շենքի բակում մնացել է մի քանի ծառ, դրանք վերջին մեկ ամսում էտվել են մի քանի անգամ։ Նորից։ Այս մարդը բնապահպանության նախարարության աշխատակիցն է, լսել է, որ ինչ-որ բան այն չէ, եկել է, սակայն այնպես չէ, որ պատրաստ է օգնել ծառերի պաշտպաններին։ Եթե բնապահպանության վարչության պետի մասնագիտական եզրակացությունը կա, արդեն Երևան Քոչարի 11 շենքի դիմացի այս ծառերը կարծես կանգնած սպասում են ինչ-որ մեկի դատավճռին, էտողներն արդեն տեղում են, պատրաստ են անցնել գործի, շենքի բնակիչ Վրույր Մկրտչյանը գիտի, որ էտելով չեն բավարարվի։ Այս տարածքում այս 3-4 հատ ծառն է մնացել ու ուզում են դրանից էլ մեզ կտրել, այսինքն վերջի թթվածինն է, որ ծառն է արտադրում, դա էլ են ուզում մեզանից զրկեն։ Նախկին կանաչապատ այս բակից, որտեղ թռվռում էին երեխաները եւ տատիկներն էին միմյանց տեղեկություններ փոխանցում, մնացել է տաղավարի այս կմախքը։ Տեղեկություններ ունենք, որ կտրում են ուղղակի ինչ-որ իրենց համար օբյեկտ սարքելու համար։ Հիմա բակն ավելի շուտ աղբանոց է հիշեցնում, մի քիչ ավելի խորքընկած հարևան շենքի բակը վաղուց է շարժում Երևան Քոչարի 11 շենքի բնակիչների նախանձը։ Իրանք կանխիկչի նման ներքևի սաղ այս բողբոշ տված տերևները ոնց որ մարցպան կտրեցին։ Ծառերն այստեղ մահանում են կանգնած, քաղաքապետարանի կանաչապատողները կարող էին խելքի բերել 2 տարի առաջ որդի կերած այս ծառը, որն արդեն նման է գանգրենա անկած ոտքի։ Քոքը տեսեք, որդերը կերել են,
Սա պետք է մշակվեր։ Այս շենքի փողոցային հատվածն ամբողջությամբ բախվի մեջ է, մոտերքում Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է, որտեղ մեկ շաբաթ առաջ տոնվող ծաղկազարդի հետքերն աղբի տեսքով շենքի բակում են, որպես ավելի կանաչ Երևանի մեռած խոստում։ Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը հանդիպելու պարզաբանումներ է ստացել լրագրողական 3 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից նրանց դիմումի առիթով։ Որևէ ըստեյության արտահայտություն եւ հայտարարություն մեզ չեմ անի։ Լրագրողների միավորում Ազատ լրագրողների ասոցիացիա եւ Մեդիայով իրավունք հասարակական կազմակերպությունները դիմում էին ներկայացրել, պահանջելով քննել Հայաստանի Հանրապետական կուսակցության падգամավոր Մհեր Ցեթրակյանի վարքը, որը փետրվարի 19-ին ազգային ժողովում վիրավորել ու հայհոյել էր լրագրողներին։ Հանձնաժողովը դիտել է դիմումին կցված տեսանյութը։ Դիտման ժամանակ հանձնաժողովը դուրս է հրավիրել իգական սեռի ներկայացուցիչներին։ Աղջիկները մի պահ դուրս եկան, որսի ներկա գտնվող տղամարդը իր լսածը վերարտադրի։ Լսել են թե ոչ հայոյանքը Խոսրով Հարությունյանը ոչինչ չասաց, մինչդեռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների խոսքերով հարցով հիմնական զեկուցող նշանակված Թևան Պողոսյանը հայտարարել է, որ պարզորոշ լսել է։ Տեսանյութում հստակ կան բաներ, որոնք գոնե շատերը լսելով կհասկանան ինչ է տեղի ունեցել։ Պարոն Հարությունյանին խնդրեցի, եւ որ Մհեր Սեթրակյանը գա եւ հանկարծ հերքի, որ նման հայհոյանք արտաբերել է, անպայման հարցնի, թե եթե նման հայհոյանք տեղի չունեցել, չի արտաբերվել, ապա ինչ է ասել Մհեր Սեթրակյանը։ Մենք նաեւ տեղեկացրեցինք, որ բազմաթիվ լրագրողներ եւ այդ թվում մոտ 8 падգամավոր ստորագրել է այդ թղթի տակ, որ իրենք տեսել են տեսանյութը եւ համաձայն են այն մտքի հետ, որ իսկապես Մհեր Սեթրակյանը հայհոյել է։ Հանձնաժողովը նաեւ զրուցելու է միջադեպին ներկա եղած լրագրողների հետ հավելյալ տեղեկություններ ստանալու համար։ Ապրիլի 4-ին հանձնաժողով կհրավիրվի նաև Մհեր Ցեթրակյանը։ Տարենկոմ վերանց մի մցրա։ Վերանը չի մցրել։ Հայհոյել է թե չի հայհոյել հանրապետական падգամավոր Մհեր Սեդրակյանը, հարցը սկսեց քննել ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը։ Դռնփակ նիստում այսօր լսեցին միայն դիմում ներկայացրած լրագրողներին, դիտեցին փետրվարի 19-ին մի քանի լրատվամիջոցների արձանագրած կադրերը։ Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը չասաց հայհոյանք լսել են թե ոչ, դիրքորոշում կհայտնեն ավելի ուշ Մհեր Սեդրակյանի բացատրություններից հետո։ Ասեմ, որևէ ըստեյության արտահայտություն եւ հայտարարություն մեզ չեմ անի։ Ասում եմ որևէ ըստեյության հայտարարություն, ասում եմ որ այո, տեսանյութը նայել ենք։ Հանձնաժողովը մի քանի րոպեով դահլիճից դուրս հրավիրեց կանանց դիմումատուներ Լիլիթ Թադևոսյանին եւ Լիլիթ Լալայանին։ Խոսրով Հարությունյանի խոսքով վերարտադրելու համար այն արտահայտությունը, որ Մհեր Սեդրակյանն արել էր ազգային ժողովի միջանցքում, բազմաթիվ լրագրողների եւ падգամավորների ներկայությամբ։ Մենք խնդրել ենք աղջիկները մի պահ դուրս եկան, որսի ներկա գտնվող տղամարդը իր լսածը վերարտադրի։ Էթիկայի հանձնաժողով դիմաց լրագրողներն ասում են, չնայած տարբեր տեսանյութերում արձանագրված է Մհեր Սեդրակյանի հայհոյանքը, նիստին ներկա падգամավորները սակայն բացառությամբ Թևան Պողոսյանի համառորեն պնդել են, թե չեն լսում այն։ Որ լավ պատրաստվել էինք, բերել էինք 3 տեսանյութ, երկուսը տարբեր լրատվամիջոցների տեսանյութերն էին, որտեղ հստակ երևում է, որ այդ մարդը հայհոյել է։ Տեսանյութը ներկայացվեց բարձրաձայն, հանձնաժողովի 3 անդամները պնդում են, որ իրենք չեն լսում եւ չեն լսում։ Խոսրով Հարությունյանն ասում է, նախքան Մհեր Սեդրակյանին լսելը կփորձեն նաեւ հարցուփորձ անել միջադեպին ներկա գտնված լրագրողներին։ Կշփվեն թե այն լրագրողներն, որոնք ներկա են գտնվել այդ միջադեպի եւ նրանցից կփորձեն հավելյալ տեղեկություններ հասկանալ ինչա տեղի ունեցել եւ հետագայում կնախապատրաստենք մեր վերաբերմունքը։ Իրենք կարծես թե ուզում են արհամարել տեսանյութ լինելու հանգամանքը։ Հիմա պիտի գնան այն падգամավորներին գտնեն, ովքեր լսել են այդ հայհոյանքը, ներողություն падգամավորների չէ, լրագրողները, որպեսզի ավելի հավաստիանան։ Այսինքն իրենց տեսանյութը ըստ երևույթին հիմք չի հանդիսանում իրենց համար։ Էթիկայի հանձնաժողովի նախագահը նաև լրագրողներին հանդիմանեց, թե սկանդալի ակնկալիքով անընդհատ նույն падգամավորներին են հարցազրույցի համար մոտենում։ Բայց համաձայնեք, որ լրատվամիջոցների դերակատարումը ազգային ժողովում այդ падգամավորներին անընդհատ խոսացնելու մեջ չէ։ Փորձում էին տարբեր թեմաների շուրջ խոսել, արդյոք լրագրողը պետք է մոտենա թե ոչ, ես այնտեղ ասացի, որ հարգելի հանձնաժողովի անդամներ, բանն այն է, որ դա ընդհանրապես հետևանք է, իսկ պատճառն այն է, որ նման падգամավոր է այսօր մեր խորհրդարանում է։ Կարծեմ, որ Մհեր Սեդրակյանը ոչ մի բան չի արել, մենք ենք մեղավոր, մենք ենք վատը, որ գնում ենք, փորձում ենք հարցազրույց անել, մենք ենք մեղավոր, որ փորձում ենք մեր գործընկերների շահերը պաշտպանել,
Մենք չպետք է ձայն հանենք, որ լրագրողների խմբին տեսնելով падգամավորը կարող է վիրավորական արտահայտություններ հանի։ Էթիկայի հանձնաժողովի ուշադրության կենտրոնում Մհեր Սեդրակյանը արդեն երկրորդ անգամ է հայտնվում։ Մեկ անգամ 2013 թվականին արդեն հանձնաժողովը որոշել է, որ Սեդրակյանը խախտել է падգամավորի վարվեցողության կանոնները, երբ սպառնացել է լրագրող Մհեր Արշակյանի ծնոտը պոկել։ Էթիկայի խախտումների թվով ռեկորդակիրը մինչդեռ հանրապետական մեկ այլ падգամավոր է Առաքել Մովսիսյանը, ում վերաբերյալ հանձնաժողովը 3 որոշում է կայացրել վերջին 3 տարիներին։ Լրագրողներին վիրավորելու, հարցազրույցի ընթացքում սպառնալիքներ հնչեցնելու եւ խորհրդարանում ուրիշի փոխարեն քվեարկելու կապակցությամբ։ Աստված մի արասը, որ բռնեցին, հաստատ իրանք բռնաբարվելու են։ Պատգամավորների վարքը քննող հանձնաժողովի որոշումների մեծ մասը վերաբերում է իշխող հանրապետական խմբակցության ներկայացուցիչներին։ Չհոգնեցիք հանրապետականների գործերը քննելուց։ Ոչ բարեկամս, սա ես իմ գործն եմ կատարում եւ քննում եմ ոչ միայն հանրապետականների գործը։ Անցյալ անգամ մենք քննում էինք նաեւ այլ պատգամավորների։ Միջադեպից 5 օր անց հատուկ քննչական ծառայությունը դեռ քրեական գործ չի հարուցել, պարզելու ինչպես է ճակատը վնասել Ռուզաննա Եղնուկյանը։ Կարո Եղնուկյանն այսօր հանցագործության մասին երկրորդ հաղորդումը հանձնեց իրավապահներին, որ գոնե քննություն սկսեն, կնոջը տուժող ճանաչեն։ Այն որ ոստիկանի ոտքն է հարվածում, դրա մեջ ոչ մի կասկած չկա։ Հիմա ստեղ մնում է որոշել, թե սա ում ոտքն է։ Թեև Եղնուկյանի փոխանցմամբ կան նաև ականատեսներ, որոնք գիտեն, թե կոնկրետ որ ոստիկանն է հարվածել։ Ընդդիմադիր գործիչը տարակուսած է, քննությունը տեղում էր պետք սկսել, չափագրել տարածքը, հետքեր վերցնել, մինչդեռ ուժի դիմաց իրավապահները շտապում էին րոպե առաջ ցույցը ցրել։ Նույնիսկ անգրեյության գաղափնակետը այնքան է, որ վիրավորված մարդուն գետնում պարկած, որը կիսա ուշաթափված է կամ ուշաթափված վիճակում, չի կարելի շարժել։ Իսկ ոստիկանները Ռուզաննային ոտքերից ձեռքերից բռնեցին, բարձրացրեցին, ինչպես որ կարտոշկայի մեշոկ լինի եւ փողոցի այս կողմից տարան այն կողմը։ Եթե ասված չաներ, նա ունենար ողնաշարային կամ գլխային մի վզի վնասվածք, իրենք կարող է այնպես անել, որ այդտեղ ասված չանի մահանալ են։ Ռուզաննա Եղնուկյանն աստիճանաբար կազդուրվում է, բայց դեռ գլխացավեր ունի։ Ճակատին 4 կար է դրվել, հաջորդ օրն այտուցվել է դեմքը։ Որտեւ արյան սեղումը կամած իջնելու է, այսպես ասած, ինչ որ կուտակված է այնտեղ, պետք է իջնի։ Դատաբժշկական փորձաքննության ընդդիմադիր կինը ենթարկվել է, բայց չգիտի ինչ է արձանագրվել։ Մինչդեռ փաստացի ապացույց կապտուկները եւ այտուցվածությունը վերանում են։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը միջադեպից րոպեներ անց հայտարարել էր, որ վնասվածքը հրմշտոցի հետևանք է, քանի որ ցուցարարները շղթա էին օգտագործել։ Հրելով մեկը մյուսին այդ վնասվածքը ստացել է։ Այդ տեսել եք, պարոն Օսիպյան, այստեղ եք տեսել։ Ես այստեղ չեմ եղել, ինձ այդպես են զեկուցել։ Բայց ընդդիմադիրներն էլ ասում են, որ նա ոստիկանի ոտքով հարված է գլխին ստացել։ Դες պետք է ասին, թե չէ ձեզ կարծում դուք ձեզ թվում է ուրիշ բան պետք է ասի։ Բժիշկը ասում է, որ քերծվածք է, բայց քերծվածքին կար չեն դնում։ Շղթան հետո չէր կարող լինել հարված։ Շղթան կարող է քաշելու ժամանակ ասել թե ճղեր։ Նաև հարվածի վարկածը ապացուցվում է իր դեմքի ճակատային մասը եւ այդ ոսկրի ուրացության հետ կապված, որովհետեւ եթե դա միայն քերծվածք է, չէր ուրի։ Արդեն փորձառու ընդդիմադիրներ Եղնուկյանները համոզված են, ոստիկանական հերթական բռնությունն էլ կմնա անպատիժ։ Սկզբից էլ արդեն երևում է, որ միտումները ուր են տանում, ամեն ինչ մեղմացվի։ Ես տեսնում եմ, որ ոստիկանության կողմից կա միտումնավոր փաստերը կոծկելու հարց։ Հայաստանում ընդունված չի եղել, որ կանայք պարկեն եւ մեխեն իրենց ասֆալտին։ Հանրապետական Էդուարդ Շարմազանովն այսպես էր արձագանքել միջադեպից ժամեր անց։ Ռուզաննա Եղնուկյանն ասում է, Մաշտոցի պողոտայի ասֆալտին հայտնվել է ոստիկանների հրելուց հետո, պաստառը ձեռքին կանգնած է եղել։ Ասեմ, որ նույնիսկ եթե ես պարկած լինեի ասֆալտին, այնտեղ ոչ մի սխալ բան ես չեմ տեսնում։ Դա բողոք արտահայտելու ձև է։ Կոնկրետ քաղբանտարկյալների ազատման համար կոնկրետ Գևորգ Սաֆարյանն էր նվիրված այդ օրվա ակցիան։
Իդեպ Գևորգի փաստաբանն այսօր վերաքննիչ բողոք ներկայացրեց, աննախադեպ որակելով դատարանի որոշումը նորից երկարացնել ակտիվիստի կալանքը։ Այսինքն անհայտ անձը անհայտ ոտքով անհասկանալի մարդու է հարվածել, բայց դրա համար Գևորգը պետք է 1.5 ամիս կալանքի տակ գտնվի։ Գևորգը պատժվում է եւ Գևորգի գործը չի ուղարկվում դատարան, որովհետեւ դատարանում, եթե ամեն ինչ հրապարակային է, հնարավոր շատ ավելի դժվար կլինի Գևորգին դատաքննության ընթացքում անազատության մեջ պահել, իսկ այսպես առանց որևէ հիմնավորման Վերաքննիչ բողոքն ամենայն հավանականությամբ կքննվի հաջորդ շաբաթ։ Վաղը 4x4x4 ֆորմատի 12 ներկայացուցիչները կսկսեն ընտրական օրենսգրքում 5 փոփոխություն կատարելու շուրջ բանակցությունները։ Այնտեղ հնարավոր չի ժողովրդի թիկունքում ինչ որ մութ գործարքներ անգամ տեսականորեն կատարել։ Դա արվում է 12 մարդու ներկայությամբ։ Բոլորը անկախ։ Լևոն Զուրաբյանը դեմ չէր լինի, որ բանակցությունների ամբողջ ընթացքն ուղիղ եթերով հեռարձակվի, քանի որ հասարակությունից թաքցնելու ոչինչ չկա։ Ասում ենք եկեք կամերաների առաջ կամ մեկ կամերա թողնեն, չեմ ասում բոլոր լրագրողին թողնեն, մեկ կամերայով հետևեն եւ դա հեռարձակվի։ Իշխանությունն ըստ նրա այլ ընտրանք չունի, պետք է ընդունի ընդդիմության պահանջը եւ ընտրական օրենսգրքում կատարի էական փոփոխություններ, հրապարակի քվեարկածների ցուցակները, մաքրի ընտրացուցակները եւ տարանջատի Հայաստանում գտնվողներին չգտնվողներից։ Միջազգային կառույցներն են դա պահանջում Հայաստանից։ Միջազգային հանրությունը չի գնա տնտեսական համագործակցության Հայաստանի հետ, եթե չստանա շատ հստակ երաշխիքներ, որ Հայաստանում պետք է անցկացվեն վերջապես ազատ եւ արդար ընտրություններ։ Լևոն Զուրաբյանը հիշեցնում է, որ 5 կետերի ընդունումն ընդդիմության քմահաճույքը չէ, այլ հասարակության պահանջ է։ Լրագրողները նկատեցին, որ չկա երաշխիք, որ իշխանությունները կհամաձայնվեն զիջել եւ ընդունել, ասենք ընտրացուցակների հրապարակումը։ Պետք է գնանք եւ կռիվ տանք, որ այդ բանը իրագործվի։ Իշխանության շահերից է ըստ Լևոն Զուրաբյանի բխում ընդդիմության պահանջների հետ համաձայնվելը, սակայն եթե բանակցություններով ընդդիմությունը որևէ արդյունքի չհասնի, պարտադրանքի այլ ճանապարհներ կան։ Եթե լինի փոխադարձ համաձայնություն հասարակական կազմակերպությունների, քաղաքական ուժերի միջև, կարելի է նաև փողոց դուրս գալ։ Ինչ է եղել։ Ընդ որում փողոց դուրս գալ միգուցե կարելի է անգամ մինչև ավարտը։ Իդեպ Լևոն Զուրաբյանը նկատում է, որ այնպես չէ, որ իշխանությունները կարող են այս բանակցությունները ձգձգել եւ ձանձրացնել հասարակությանը։ Ինքը պահանջելու է, որ բանակցությունների ընթացքը տևի 2 շաբաթ։ Եթե իհարկե 2 շաբաթվա ընթացքում չնկատվի, որ համաձայնության դինամիկա կա։ Նախնական լսումներից հետո այսօր կայացավ Ելենա Օվսյանիկովայի գործով առաջին դատական նիստը։ Երևանում բնակվող Ռուսաստանի քաղաքացին ներողություն հերքում եւ փոխհատուցում է պահանջում ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից եւ ազգային ժողովի падգամավորից։ Անցած հուլիսին Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման ցույցերի ընթացքում իրեն սեռական եւ այլ բնույթի վիրավորանքներ հասցնելու եւ զրպարտելու համար Օվսյանիկովան 2 միլիոն դրամ է պահանջում փոխ ոստիկանապետ Հունան Պողոսյանից եւ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանից, 1 միլիոն դրամ էլ падգամավոր Էդմոն Մարուքյանից։ Ոստիկանության ներկայացուցիչ Հովհաննես Քոչարյանը դեմ էր, որ դատը նկարահանվի, ասաց տեսանյութը հետագայում կարող է շահարկումների հիմք դառնալ։ Հայցվորի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը առարկեց, դատարանը թույլատրեց միայն ձայնագրել նիստը։ Հայցվորի ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանի խոսքով Ելենան ցույցի ընթացքում ոստիկաններին պարզապես հորդորել է ուժ չկիրառել, փոխարենը նրան անվանել են սադրիչ, Ադրբեջանի կողմից ուղարկված գործակալ։ Պատասխանողն ընդունում է, որ հայցվորին սադրիչ է անվանել եւ դրնիվանել աղջին հայերին չտիրապետողների համար հատուկ հողում է կատարել Էդվարդ Աղայանի արդի հայերենի բացատրական բառարանին, թե Հունան Պողոսյանը եւ թե նրա ներկայացուցիչներն սկսել են լրջորեն զբաղվել արդի հայերենի խորացված ուսումնասիրությամբ, ինչի արդյունքում պարզել են, որ սադրիչ բառն ունի որոշակի բացասական երանգ եւ անգամ պարզել են, որ այն չէր կարող հայցվորին հոգեկան տառապանք պատճառել, այդուհանդերձ անհրաժեշտ ենք համարում նշել, որ եթե Հայաստանի ոստիկանությանը եւ նրա առանձին ներկայացուցիչներին սադրիչ եւ սադրանք բառերը հասցեալ գրվելու դեպքում հոգեկան տառապանք չեն պատճառի, ենթադրաբար այն պատճառով, որ դրանք կհամապատասխանեն իրականությանը, ապա հայցվորի իրավիճակը միանգամայն այլ է։ Օվսյանիկովան ավելի վաղ Ազատությանը պատմել էր Հունան Պողոսյանի հետ իր զրույցը։ Գիտեք, մեր բոլոր ոստիկանները սեքսի պակաս ունեն, իսկ դուք այստեղ նրանց առջև քայլում եք, կնոջ պնդմամբ ասել էր Հայաստանի փոխոստիկանապետը։ Ոստիկանության ներկայացուցիչ Հովհաննես Քոչարյանի պնդմամբ այսպիսի արտահայտություն Հունան Պողոսյանը չի արել։ Ինչ վերաբերում է սադրիչ բառին, ապա փոխոստիկանապետը այս արտահայտությամբ փորձել է կանխել պայթյունավտանգ իրավիճակը։
թեթև խոսքը, ամբուշ արտահայտությունը, ոստիկանների հետ այսպես շատ տարօրինակ հեռավորության վրա երկխոսության մեջ մտնելը կարող է բերել անցանկալի գործողությունների, արդյունքում կարող է այն ինչ մեր ջանքերով հաջողվել է կատարել, այսինքն խաղաղացնել հավաքը, կարող է նորից կրկնվել։ Գոնե Նուման Պողոսյանը էթիկապես գերագետ եւ բարձր կուլտուր ամացող ոստիկանության սպաներից է եւ բնականաբար ոչ թե դրանց հանդեպ նման դիտումով, նման դիտավորությամբ, նման արտահայտություն նա չէ կարող դառնալ։ Ovsyannikovyan կարծում է գործն այնքան պարզ է, որ երկար քննելու կարիք չի առաջանա։ Я на самом деле очень положительно настроена, потому что Իրականում դրական եմ տրամադրված, որովհետև կարծում եմ բազմաթիվ ապացույցներ կան, սկրինշոթեր, հարցազրույցներ, որ տվել է պատասխանող կողմը։ Այնքան ակնհայտ է մակերեսին, որ գործը քրքրելու հարկ չկա։ Հույս ունեմ դատարանը օբյեկտիվ որոշում կկայացնի։ надеюсь, что он примет объективное решение. Դատական հաջորդ նիստը կկայանա ապրիլի 26-ին։